խոսելու ենք առողջ հարաբերությունից, դե համար ես մա կգնամ։ Առողջ հարաբերություններ կարող է կառուցել առողջ մարդը։ Հիմնական աշխատանքը ոչ թե նրա վրա է ոնց կարգավորեմ իմ հարաբերությունները, այլ ոնց կարգավորեմ ինքս ինձ։ Շատ գոհ ես քո ընտրությամբ, ու ինքը սկսում է փոխվել։ Լրիվ ուրիշ բովանդակությամբ, լրիվ ուրիշ միջուկով։ Եթե դիմացինը մարդա, ով հոգեկառուցվածքով տենց բաների մասին չի, ով ասեց, որ դա վատ է, այ դա տոքսիկ է։ Ինչի է դա տոքսիկ։ Տոքսիկությունը իր մեջ ներառում է ինչ-որ հիվանդագին ինչ-որ կոմպոնենտ։ Դե ասում եմ ոչինչ չի փոխվել, դա gaslight է։ Փոխվելու է, չի լինելու ստատիկ։ Այդ չի նշանակում, որ ձեր հարաբերությունները անառողջ են։ Եթե ձեր հարաբերություններում լավ է, մի վերցրեք այդ կանոնը ու մի համեմատեք ստեղ այնտեղ, առողջ կյանքի մեջ դուք չեք կարող անընդհատ համեմատվել այլոց հետ։ Ուզենք մի քիչ վիճելու։ Հիանալի բան է։ Անհնար է այս տիպի խոսակցությունը, որ մենք նստեցինք, իրար հասկացանք, լիքը լինելու է, որ նստելու եք ու չեք հասկանալու իրար։ Գնալ եք պարանը բացեք, ձեր ճամպրուկը հանեք, ձեր իրերը սկսեք հավաքել։ Ես այս հարկի տակ 1 րոպե ավեր չեմ հողրելու։ Որ գնաս։ Ինչպիսին են առողջ ու երջանիկ հարաբերություններ, առաջի հերթին պիտի պարզ լինի ըստ ձեր զգացողությունների։ Ողջույն սիրելի ոդկասթասերներ, սիրելի այլ կարծիքասերներ, մեր այս եթերաշրջանի վերջին էպիզոդն է։ Պսպղում ձեր էկրաններին, բայց մենք հետ ենք գալու, որովհետև մենք գնում ենք ժամանակավոր նոր մտքերի, նոր թարմ թեմաների գեներացման հետևից, բայց մինչ այդ մենք ունենք այսօր եզրափակող շատ լավ թեմա, բայց մինչ այդ էլ ինչպես միշտ մենք ունենք ստանդարտ ես ունեմ ասելիքներ, դուք ունեք լսելիքներ եւ անելիքներ, որոնց շարքում օրինակ բաժանորդագրվելն է մեր ալիքին եւ կարծում եմ շատերը կան, որ պարբերաբար նայում են ու բաժանորդագրված չեն, համենայն դեպս դա ցույց է տալիս մեր ստատիստիկան, մենք ունենք կրկնվող չբաժանորդագրված այցելուներ, այսպես ասած օգտատերեր, խնդրում եմ բաժանորդագրվեք, մեզ շատ օգնած կլինեք եւ կմոտիվացնեք ու կտակ են ուժը, որ մենք կօգտագործենք այս մոտակա 1 կամ 2 ամսվա ընթացքում, որպեսզի վերադառնանք։ Ուզում ենք նաեւ հիշեցնել, որ մեր գործընկեր EasyPay-ը, ով ուղիղ մի տարի արդեն մեզ հետ է, ասում ենք լոյալություն, մենք սա նկատի ունենք, եւ անշահախնդրորեն իսկապես օգնում է մեզ օգնել շատ մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավ, իսկ ինչ ենք sense վստահ ասում, որովհետեւ ձեր կողմից տրված, այդ մարդկանց կողմից տրված հետադարձ կապը հենց դրա մասին է փաստում, իսկ դուք անպայման ներբեռնեք Easy Wallet էլեկտրոնային դրամաբանակը, որովհետև այնտեղ արդեն հասանելի է Easy Events բաժինը, եւ եթե դուք օրինակ ամրանամուտին մտածում եք ինչով կարելի է զբաղվել, ինչ հետաքրքիր միջոցառումներ են լինելու ամռանը, ապա Easy Events բաժնում, Easy Wallet հավելվածի հենց այդ ինֆորմացիան տեղակայված լինելու շատ շուտով, ինչպես նաև վաճառվելու են տոմսերը, այսինքն մեկ հարթակում կարող եք ծանոթանալ ոչ միայն կայանալիք իվենտներին, միջոցառումներին, այլև հենց առաջին ձեռքից գնել տոմս եւ չկորցնել օրինակ համերգի կամ ինչ-որ X միջոցառման լավ տենց չալաղաչ տեղերը, Easy Wallet-ը կարող եք ներբեռնել ինչպես էկրանի QR կոդը սկանավորելով, այնպես էլ հաղորդման նկարագրում տեղադրված հղմամբ։ Այդպես, եւ իհարկե դրամահավաք օգնեք Հայկանին եւ Նելին, ինչով կարող եք օրինակ դարձեք մեր Patreon-ը։ Ես չգիտեմ ոնց կարող դուք ես փարայեղ կոնտենտ նայեք եւ չլինեք դեռ մեր Patreon-ը, այդ մեր գեղեցիկ համայնքի մի մասը եւ մենք շատ շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր արդեն դարձել են մեր Patreon-ը եւ ամեն ամիս ինչ որ փոքրիկ դրամով, մի փոքրիկ դրամով օգնում են մեզ, ինչևէ, շնորհակալություն բոլորին։ Մենք այսօր խոսելու ենք առողջ հարաբերությունից, դրա համար ես մա կգնամ, կշարունակի Նելին էլ աստեղ։ Նախ Հայկան այնքան դրամատիկ ասաց մեր վերջին հաղորդումը։ Այս եթերաշրջանի վերջին հաղորդումն է։ Ի նկատի ունի մենք ընդհանրապես գնում ենք 1 կամ 2 ամսով արձակուրդի, որովհետև դասեր ունեմ անելու, դասերս անեմ վերջացնեմ, քննություններս հանձնեմ, կհանդիպենք։ Լավ ասովորել Նելին էստա։
ուղարկում ենք ճամբար։ Որոշեցինք եզրափակենք մեր այս եթերաշրջանը, եթե տենց ենք ուզում անվանել, քննարկումով առողջ հարաբերությունների, որովհետև դրամատիկը, ծանրը, տխուրը շատ է եղել, պրոբլեմատիկը, բայց չենք անդրադարձել վերջը ինչն է առողջ, նորմալ ու ոնց է հնարավոր լինել երջանիկ այն պայմաններում, երբ դժվար է լինել երջանիկ։ Դավայ, դու սկսի, ես կլսեմ, հեսա բլոկնոտի մեջ էլ նշումն եք, մի հատ ուրիշ տվեք։ Ես նախ կուզեմ սկսել հիմնական մտքից հաղորդումը, որի շուրջ որ կառուցվելու է հետագան ոչ քննարկումը, որի շուրջ որ հավաքվել ենք, որ առողջ հարաբերություններ կարող է կառուցել առողջ մարդը։ Ես այս բազմիցս ասել եմ եւ իմ էջում եւ մեր էջում Հայկանն էլ է ասել, ես հարաբերություններին վերաբերող իրական շատ նեղ վերաբերող հարցերին չեմ սիրում, այդ հայցերն էլ իրականում այդքան չեմ սիրում, որովհետեւ մարդուն երբեմն թվում է, որ իր կյանքում ինչ խնդիր որ կա, այսինքն խնդիրը հարաբերություններում է, ու ինքը կենտրոնանում է դրա վրա ու ամբողջ իր ուժը եռանդը ֆունկցիան, հա, ուղղում է նրան, որ կարգավորի իր հարաբերությունների ներսում արկա խնդիրները։ Այնինչ հիմնական աշխատանքը, որը որ պետք է տարվի, ոչ թե նրա վրա է ոնց կարգավորեմ իմ հարաբերությունները, այլ ոնց կարգավորեմ ինքս ինձ։ Ես ես ասել եմ մեր էպիզոդներից մի քանիսում, որ իմ այդ ուղին ճամփորդությունը journey ասվածը սկսվել է հենց այն կետից, որ հասկացել եմ հնարավոր չի, որ բոլոր հարաբերությունները բոլորը լինեն վատ, իսկ ես ասենց մի հիանալի անձնավորություն անընդհատ ընկնում եմ այդ վատ ոչ հաջող մարդկանց շրջապատ, այդպես չի լինում։ Ու այնպես որ եթե դուք ուզում եք կառուցել ու ունենալ առողջ երջանիկ հարաբերություններ, դուք ինքներդ պիտի լինեք առողջ, երջանիկ, կառուցեք ձեր հարաբերությունները ինքներդ ձեր հետ, կառուցեք ձեր անձը ու հետո նոր հարաբերություններ, որովհետև հարաբերություններ կարող է կառուցել, դիմակայել, կարգավորել կրիզիսները եւ այլն միայն այն անձը, ով սկզբում կառուցել է ինքն իրեն, չկառուցված անձով, ինչ որ sense, չգիտեմ, տրավմաներով, կյանքի չկողնորոշված մոտեցումներով մտնել հարաբերությունների մեջ, մի հատ էլ եթե դիմացինը տել է այդպիսին, ինչքանով այդ հարաբերություններից որևէ առողջ բան կարող է ստացվի, այստեղ արդեն շատ 50-50 է։ Բայց այն բանից հետո, երբ դուք օրինակ եկաք այն եզրակացության, որ չէ, դե ես ամեն դեպքում առողջ եմ, ուրեմն կարելի է շարունակել անցնել մյուս կետին, ես նաև շատ կուզեմ խոսել նրա մասին, որ հիմա շատ է ինֆորմացիան նրա մասին, ոնց պիտի լինեն հարաբերությունները։ Հիմա вообще շատ է ինֆորմացիան նրա մասին, ոնց հասկանալի չի, ով ինչ ինֆորմացիա է տալիս ու որտեղից վերցրած, ու երբեմն արդեն կներես այս social media-ում իմացել ենք ամեն ինչը ոնց պիտի, իմացել ենք ով ինչի համար է ամաչում իր 20 տարեկանում, 35 տարեկանում, ինչի համար չի ամաչում իր 35 տարեկանում, 40 տարեկանում, 30 տարեկանում, ով է բեժևի մամա, ով է կապույտ մամա, ու սենց ինչ որ ինֆորմացիայի ռադիացիա է, ես կասեի արդեն, որը շատ վտանգավոր է։ Այս որտեղ հասկանալի չի նախ այդ մտքերը որտեղից են վերցրած, բացի դրանից ինչ որ պսիխոլոգիզացիայի դար է սկսվել մեր մոտ, որ բոլորը փորձում են ինչ որ sense ճիշտ հոգեբանական process-ների մեջ խորանալ ու հասկանալ, ինչ որ գրքեր են գրված առողջ հարաբերությունների մասին, մասնագետներ կան, ովքեր աշխատում են միայն հարաբերությունների շուրջ, հա, ու ոնց որ ինչ որ sense կան, ովքեր social media-ում տալիս են 5 կանոն, ինչպես կառուցել առողջ հարաբերություններ կամ 4 քայլ, ինչպես չընկնել անառողջ հարաբերությունների մեջ։ Այստեղ մյուս եթերաշրջանի հիշացրու, այստեղ մի հատ կարմիր դրոշ է, որ այսպես բաներ անեմ, բայց խնդրում եմ, Նոնա ջան, մի հատ կարմիր դրոշ այստեղ։ Մեծ ու շատերը այդ բաները կանոնները վերցրած, կանոնը վերցրած, հա, հիմնական բավականին նեղ ինչ որ sense միջանցքը վերցրած, տանում ուզում են մտցնել իրանց հարաբերությունների մեջ, վերջը հասկանան, այս իմ հարաբերությունները տեղավորվում են այս միջանցքի մեջ, թե չէ։ Երբ որ ես գրքի մեջ կարդացել եմ, որ բոլոր խնդիրները պետք է բարձրաձայնվեն, եթե կա խնդիր, գնա ու բարձրաձայնի դիմացինի հետ։ Միայն այդ դեպքում կարող են հարաբերությունները կառուցվել, եթե ձեր մեջ կա դիալոգ։ Բա իմ հարաբերություններում արդեն մի շաբաթ է դիալոգ չի եղել։ Չէ, սա իրոք չափազանցում չի։ Մենք իրար կորցնում ենք կապը, մենք հեռվանում ենք իրարից։ Բա ինչի մենք 2 շաբաթ է ոչ մի բանից չենք խոսացել, օրինակ, հա։ Կամ ես էս իրականում մի ամիս է դժգոհում եմ նրանից, որ ինքը ուշ է գալիս տուն։ Ես ամեն անգամ փորձում եմ դա բարձրաձայնեմ, բայց ինքը ամեն անգամ ինչ որ բացատրություն է գտնում ու ասում է, որ գործերս շատ են։
ինչի մենք չենք խորանում այդ թեմայի մեջ։ Ես բացարձակ չեմ չափազանցնում, որովհետև սա կփաստեն նաև մասնագետները, նման հայցերը ահա որ շատ են, երբ որ մարդ ընկնում է իր հարաբերությունների ու դիմացինի հետևից, որովհետև ինքը չի համապատասխանում ինչ-որ ստանդարտին, որի մասին որ ինքը կարդացել է, լսել է մասնագետից կամ ավելի վատ տեսել է ֆիլմերում։ Այդ մի հատ առանձին թյուրիմացության ֆիլմերում կամ գրքերում, ընդ որում 19-րդ դարի ֆիլմերում ու գրքերում, հա, ապրած, ինչ որ այդ ոնց ինչ որ sense ինչպիսին էր ջենտլմենությունը այդ դարաշրջանում, ինչպիսին էր տղամարդը այդ դարաշրջանում, ինչպիսին էր կինը, իսկ մեր հարաբերություններում այդքան ռոմանտիկա չկա։ Իսկ դու ձիով կյանքում տուն չես եկել։ Ձիով կյանքում տուն չես եկել։ Ու սա իրականում շատ լուրջ խնդիր է, որովհետև ոնց որ բոլորը ձգտեն ինչ որ մի հատ ընդհանուր ձևավորելու, ինչ որ մի հատ ընդհանուր ճիշտ ու բոլորը ձգտեն հարմարվեն այդ ընդհանուր ճշտին։ Այստեղ ուրիշ հարց էլ կա, եթե նույնիսկ դու չունես այն արատավոր միտքը, որ այսինքն պիտի լինի իմ հարաբերությունը, դու այդ ռադիացիայի մեջ ընկած ինֆորմացիոն սկսում ես ձևավորել, ու սկսում ես քո հարաբերությունը տանել խցկել, օրինակ Պողոսի եւ Վարդիշաղի 1000 ներողություն, եթե համընկնում է լինում, պատահական ռենդոմ աններ են, հարաբերությունների ֆորմատի մեջ, որովհետև Instagram-ով ճճում է ու ինչ որ այդ Վարդիշաղը պարբերաբար գոռում է, ինչքան երջանիկ է, նախ երջանիկ մարդիկ ոչ մի բան չեն գոռում, մենք պրոստը ապրում են երջանիկ։ Սա բնավ չի նշանակում, որ social media-ում երջանիկ երջանկություն ներկայացնող բոլոր կանեք դժբախտ է, ես դա ընդհանրապես չեմ ուզում պնդել, բայց ամեն դեպքում դուք կյանքում չգիտեք կամերայի մյուս կողմում ինչա կատարվում, ու այդ հենց այդ ճնշման տակ ընկած այդ ռադիացիայի իրանց հարաբերությունները, որ միգուցե շատ նորմալ խախանդ առանց ինչ որ վայրի վերումների հարաբերություններ, ոչ թե քաշտանք տանենք ընտեղ, որտեղ այդ պիտիներին կամ վերջի նույնիսկ եթե ես ցուցադրում եմ իմ հարաբերությունները Instagram-ում, դա իմ ճիշտն է։ Այո։ Հասկանում ես, դա ես ու իմ զույգը գտել ենք այն ճիշտը, որը որ համապատասխանում է մեզ երկուսից, աննկարագրելի երջանիկ ենք այդ մեր ճշտի մեջ։ Ինչքանով է այդ մոդելը համապատասխանում կոնկրետ դուք ուրիշ մարդ եք, դուք ես չեմ, ձեր զույգը, ձեր տղամարդը, ընկերը, ամուսինը ուրիշ մարդ է, հա, իմ զուգ ընկերոջ նման չի։ Շատ էական է հասկանալ, որ ինչքան որ ասում են ինչքան մարդ բոլոր մարդիկ տարբեր են, ինչքան մարդ այդքան կարծիք, նույն կերպ էլ ինչքան հարաբերություն, այդքան ամեն հարաբերություն լինելու է տարբեր։ Յուրաքանչյուր զույգ իր հարաբերությունների ներսում գտնում է իր լավագույն ֆորման։ Եթե տվյալ զույգի ներսում լավագույն ֆորման է, օրինակ, այն օրը Հայկանի հետ քննարկելուց այդ օրինակը բերեցի, Հայկանին դուր չեկավ, բայց ինչևէ, օրինակ, եթե զույգի ներսում ընդունված է, որ միշտ ներողություն խնդրողը տղամարդն է, կամ առաջի քայլ անողը տղամարդն է, կամ խնդիր բարձրաձայնողը միշտ կինն է, կամ ժամանցով, այնտեղ չեմ, դեյթերով, ռոմանտիկ բաներ կազմակերպելով զբաղվում է միայն կինը, տղամարդը ընդհանրապես գաղափար անգամ չունի դրանով ոնց է պետք զբաղվել։ Ու այդտեն կլասիկ 50-50-ը չի, որը բոլորի սովորացնում են, հա։ Պիտի ես էլ անեմ, ինքն էլ անեմ, հավասար դերաբաշխում լինի, հեսա վերջացնեմ կասես։ Եթե դիմացինը մարդ է, ով հոգե կառուցվածքով ընդհանրապես տենց բաների մասին չի, ով ասեց, որ դա վատ է, եթե ներսում աշխատում է, եթե ոչ մեկ իրան դժբախտ չի զգում, մինչև այն պահը, երբ որ իրան կողքից գալիս են ինչ-որ ռիլերից կամ Instagram-ից կամ նույն ես ու դու գալիս են կողքից, իրան ասում ենք, որ չգիտես, ամեն դեպքում ձեր հարաբերություններում պիտի լիներ 50-50։ Ես դու քո կարծիքը կասես, բայց ես իրոք համարում եմ սա աննկարագրելի, այդ տոքսիկությունը առաջինը սկսվում է ստեղից, երբ որ դու ուզում ես չնկատես քո դիմացինի բնավորությունը, առանձնահատկությունները, տեսակը, աշխարհայացքը, կոմպլեքսները, տրավմաները, խնդիրները, որտեվ չի գալու քո դիմաց նստի մարդ, ով որ սենց լինի բան, աննկարագրելի կարդացած, քո չափ կարդացած, քո չափ հասկացող, քո կյանք գալու է մարդ, ով որ լինելու է իր ձևով, մարդ, ով որ օրինակ տղամարդկանց 90%-ը Հայաստանում ու եթե ոչ post-սովետում չունի հմտություն իր էմոցիաներից խոսելու։ Իրան սիրո մասին խոսքը չի գնում, հա, ինչից է ինքը նեղված, ինչն է իրան ցավացնում, ինչից է ինքը վախենում, չունի այդ հմտությունը։ Բացի նրանից, եթե աննկարագրելի ուզել այդ հմտությունը ունենա, ունի աննկարագրելի քննադատություն դրա շուրջ, ունի աննկարագրելի ամոթ, այն տղամարդը իր խնդիրները կնոջ մոտ չպիտի տանի բան, ինչ որ էսենց պատկերացում ունի այդ միջին վիճակագրական 30-ին մոտ տղամարդը Հայաստանում։
Համարել, որ այդ մարդու հետ ինչ որ մի բան է այն չի ու մեր հարաբերությունների մեջ ինչ որ մի բան է այն չի, որովհետև ինքը ինձ չի կարողանում գա ասի, որ գիտես, ես նեղված եմ, որովհետև ես այն օրը զգացի, որ ամեն դեպքում ոնց որ թե մեր հարաբերությունների մեջ ինչ որ ջերմություն է պակասել, ոնց որ թե դու մի 5 քայլ ինձանից հեռացել ես, չի կարող, այդ մարդը չունի այդ հմտությունը։ Ունի արդյոք էլի ինչ որ ուրիշ հմտություններ, արդյոք ինչ որ բան բերում է ձեր հարաբերություններ, բացի իր չկարողացածից, ինչ որ կարողանում է բերի ձեր հարաբերություններ, թե չէ, դա է էական։ Նել ինձ թվում է այդտեղ ինչով չեմ համաձայնի, էականը այն, ինչ դիմացինի համար է էական։ Հա, որովհետև եթե հիմա այդ նույն սկզբունքով ամեն դեպքում մարդը ամուսնացել է ինչ-որ ավելի ներգրավված մարդու հետ, ու լավ մի շաբաթը բնականաբար ինչ-որ բոլորս կարող ենք ունենալ, մի շաբաթ էլ, մի ամիս էլ, તો մի տարի էլ, հա, այդ բանը ճգնաժամային վիճակը, որ երկխոսությունը միգուցե նվազի կամ բացակայի ամեն դեպքում, բայց երբ ինքը վերանում է, ու դու ակնհայտ զգում ես, որ այդ մարդը ուրիշ մարդ է, ու դու համաձայնություն չէի տա, այլ ստացվեց, որ փոխվել է, ոչ թե ի սկզբանե ուրիշ է եղել։ Չէ, ստացվում է, որ փոխվել է։ То есть բնական է, եթե դու ընտրում ես այս նոթատետրը, հա, դու օքեյ ես այս նոթատետրի ամեն ինչի հետ, բայց եթե դու ընտրում ես այս նոթատետրը ու ակնկալում ես, որ ընթացքում ինքը մի տարի հետո պիտի դառնա կարմիր հաստ նոթատետր, տենց չի լինում, տենց չի լինում, բայց դրա ինչի այս շեշտեցի, որ հստակ լինի, որ մի բան է, երբ դու ի սկզբանե գիտես քո ընտրությունն ով է, ու այդ կփոխվի ակնկալիքով ես մտնում, այլ բան է, երբ որ դու շատ գոհ ես քո ընտրությամբ, ու ինքը սկսում է փոխվել։ Կորում է այդ երկխոսությունը, կորում է այդ ուշադրությունը եւ առհասարակ կորում է այն ամեն ինչը, ինչի համար դու ընտրել ես իրան։ Մնում է այդ մարդու ֆիզիկական ֆուտլյարը, քո կողքը, լրիվ ուրիշ պարունակությամբ, լրիվ ուրիշ բովանդակությամբ, լրիվ ուրիշ միջուկով։ Ու քեզ այդ ֆուտլյարը պետք չի, այ դա տոքսիկ է, կարծում եմ։ Տոքսիկ չի, որովհետև որպես ինչի է տոքսիկ, այդ մարդը փոխվել է։ Ինչի է դա տոքսիկ։ Դե փոխվել է, բայց հիմնականում այդ դեպքերում շատ քիչ է լինում, որ օրինակ դու գնում ես, ասում ես, լավ գիտես, ինչ-որ մենք պետքա իմի գանք։ Վերջին մի տարին արի կլինի համաձայնի, կատեգորիկ տարբերվում է։ Համաձայն չեմ, շատ լավ է մեր մոտ ամեն ինչ։ Այ դա արդեն տոքսիկ է։ Տոքսիկ չի իմ համար, այս շատ էական է տարբերակելը։ Իմ համար ես այդ չեմ անում քեզ ինադու։ Ես չեմ ենթարկում քեզ բռնության հոգեբանական դրանով, ես չեմ նվաստացնում քեզ։ Իմ համար ես չեմ նստել դա 5 տարի պլանավորել, ոնց եմ ես քո գլխին այդ բերելու։ Իմ համար, այսինքն դա դիտավորության բան չկա։ Հա, միանշանակ, դա իմ աշխարհայացքն է։ Ես համարում եմ մեր մոտ չեն անում, հիվանդ է բռնության է ենթարկում։ Հա, բայց դիտավորել չեմ, հիվանդ է։ Ինքը առավոտը չի զարթում այն մտքով։ Չի, բոլորը չի որ բան դիագնոզ ունեն, այդ մեկ, երկրորդ հերթին չէ։ Կա տարբերություն։ Հիմա դու իմ աշխարհայացքի վրա ես հարցակվում։ Ես մտածում եմ արդեն 5 տարի հետո, որ սենց ամեն ինչ լավ ինչ ես ինձնից ուզում։ Ուտեղ արդեն քո դաշտում է, քո ընտրությունն է։ Հասկանում ես, ես ի սրտե կարող եմ չհասկանամ ինչի մեջ է խնդիրը։ Իմ համար ամեն ինչ լավ է։ Դու եկել ես ինձ ասում ես, որ այնտեղ չգիտեմ, մեզ պակասում են էմոցիաները կամ այնտեղ չեմ։ Մենք 5 տարի առաջ որ սկսեցինք հանդիպենք, սենց չէր, հիմա դարձել է սենց։ Okay, ինձ սենց ֆանտաստիկ ձեռք է տալիս։ Ես պրետենզիա քո նկատմամբ չունեմ, քեզնից բաժանվել չեմ պատրաստվում, ոչ միտեղ չեմ ուզում գնամ։ Ինձ սենց ֆանտաստիկ լավ է։ Դու իմ պատկերացման վրա մի հարցակվի ու մի որակի իմ կյանքի պատկերացում որպես տոքսիկ։ Ես չեմ ում դա քեզ ինադու, ոչ էլ պատրաստում քեզ լքեմ դրա համար։ Այդ դու ես, դու ինչ որ բան քո մեջ է փոխվել, կամ իմ մեջ փոխվել է, որի հետ դու չես կարողանում զուգահեռ գնաս։ Այստեղ ոչ իմ մեղավորությունն է, ոչ քո մեղավորությունն է։ Ու ոչ մեկին պարտավոր չի 5 տարի հետո տա նույն խոստումները, որոնք տվել է 5 տարի առաջ, օրինակ։ Ես իրավունք ունեմ փոխվեմ, դու նույնպես ունես իրավունք փոխվելու։ Մենք իրավունք ունենք 5 տարի հետո հայտնաբերենք, որ ուզում ենք տարբեր բաներ։ Եթե ես չեմ անում դա քեզ ցավացնելու համար, եթե ես չեմ անում դա նրա համար, որովհետև ինչ որ ավելի հետաքրքիր բաներ եմ իմ համար կողքից գտել, այլ որովհետև իմ աշխարհայացքը ու պատկերացումը քեզ թողեմ գնալու եմ ուրիշի հետ էլի նույն ձևի հարաբերություններ եմ կառուցելու, ինչ ես ինձնից ուզում։ Այսքանից ավել ես քեզ ոչինչ չեմ կարող առաջարկեմ։ Ու հենց այս սրա մեջ է խնդիրը, հասկանում ես, իդեալիզացիան ավելորդ հարաբերությունների։ Ես իդեալիզացիայի մասին չի խոսում։ Երկարատև հարաբերությունների մեջ լինելու են կրիզիսներ։ Երկարատև հարաբերությունների մեջ դուք երկուսդ էլ պարբերաբար կարող եք իրար կորցնել։
լինելու են վայրիվերումներ, լինելու են հիվանդություններ, երեխեքն են հիվանդանալու, դուք իրար հետ չեք համընկնելու, չգիտեմ, սեռական հարաբերություններում փոփոխվելու պատկերացումները, ցանկությունները եւ այլն։ Այդ դրա մեջ շատ դժվար է։ Հա զույգեր կան, որ կորցնում են իրանց այդ վայրիվերումների մեջ, որտեվ չեն համընկնում։ Արդեն սկսում են չհամընկնել։ Իսկ զույգեր կան, որոնք անverջ կարողանում են այդ կրիզիսները իրար հետ լուծեն։ Իրանց ձևը լուծելու տեսնում են։ Ոմանց մեջ բանն է, այն հայերեն չգիտեմ այդ բառը որն է, պիրիժդաց, հա, այնց լուր սпасել են, որ կանցնի։ Մի ամիսա, 5 ամիսա կանցնի։ Ոմանց մոտ, չեմ, ընտանեկան թերապիան է, ոմանց մոտ բնակության վայր փոխելն է, ինչ որ երրորդ երեխա ունենալն է, էական չի, հա, ինչ որ կտրուկ փոփոխություն մտցնելն է, որը որ ինչ որ բան է, փոփոխություն է բերում ընտանիքի կամ հարաբերությունների մեջ, ընտանիքը չի մենակ, ոմանց մոտ չի ստացվում։ Այ քո ասած, եթե իմ փոփոխությունը, իմ փոխվելը արդեն անընդունելի է քո համար ու դու քեզ զգում ես դժբախտ իմ հետ ոնց որ ես կամ, իսկ ես էլ ի վիճակի չեմ գամ քեզ առաջ ու ինչ որ որևէ այլ բան առաջարկեմ։ Իրական նույնիսկ եթե ես մի քիչ սրան էլ չեմ հավատում, որտեղ եթե նույնիսկ ճիքել գործադրեմ քեզ հասկանալու համար, 1, 2, 3, 4, 5-րդ անգամ չի ստացվելու, որտեղ դա արհեստական է։ Եթե իմ մեջից չի գալիս ցանկությունն ու ոչ չեմ էլ հասկանում ինչ ես ինձնից ուզում։ Ինչ բան ես ուզում, ես չեմ հասկանում ինչ ես ինձնից ուզում։ Հասկանում ես, եթե այո, կարող է գա ինչ որ մի պահ, երբ որ մենք իրար կատեգորիկ էլ չենք հասկանում։ Okay։ Բայց դա չի նշանակում, որ դա միշտ եղել է անառողջ, որ ես տոքսիկ եմ կամ դու ես տոքսիկ, որտեվ տոքսիկությունը իր մեջ ներառում է ինչ որ հիվանդագին ինչ որ կոմպոնենտ, անառողջ կոմպոնենտ։ Այն որ ես փոխվել ուրիշ մարդ եմ դարձել, ինչի է դա անառողջ։ Ես խախանդ, միատիպի կյանք եմ ուզում։ Այդ դու ուզում ես գաս, ինչ որ էմոցիաներ քննարկես, ինչ որ sense դնենք, նստենք։ Ես ուզում գործից գամ, տունը լինի հանգիստ, ինձ ոչ մեկ ձեռ չտա, ոչ մեկ ինձնից ոչի բան չպահանջի։ Այսինքն ընթրիկ անենք իրար, պարկենք քնենք, վաղ առավոտը էլի լինի նույնը։ Ես այդ նույնությունն եմ ուզում։ Դու կարաս հանգիստ չուզես այդ։ Բայց ես ուզում եմ, իմ կյանքի ես իրավունք ունեմ, կյանքից ուզում եմ ինչ որ ես եմ ուզում։ Դու էլ իրավունք ունես ուզես ինչ որ դու ես ուզում։ Բայց այդ չի նշանակում, որ ես քեզ վատություն եմ անում։ Կամ չեմ անարգում եմ քեզ այդ դրանով, կամ անարգում եմ մեր հարաբերությունները, բայց այն ամեն դեպքում այն համատեքստում, որ ինչ ես ուզում ինձնից, իմ համար դրանից գազլայթի հոտ է գալիս։ Ամեն ինչ նորմալ է։ Այն որ հասկանում ես, երբ դու ասում ես ինչ տարբեր բաներ են, էլի խոսույթները, դու ասում ես, հա, ես փոխվել եմ ու իրանք ունեմ փոխվելու, դա լրիվ ուրիշ խոսակցություն է։ Երբ դու ասում ես, բայց ինչ ա եղել, ինչը ինչի, դա լրիվ ուրիշ խոսակցություն է։ Երբ դու փոխվում ես, ասում ես ինչ ա եղել, ինչը ինչի, սա նորմալ է, լրիվ նույնն է, ամեն ինչ, այնա ինչ կար, այդ ուրիշ է։ Դու ասում ես, հա, դե ես փոխվել եմ, ես այլևս չեմ ուզում, հա, մենք ամեն ուրբաթ գնանք ինչ որ X ակումբում դրանք, ես ուզում նույնությունը քո ասած։ Դա արդար է։ Դա ուրիշ երկխոսություն է։ Բայց իրա ինչն է անարդար։ Որ ասում չի փոխվել ոչինչ բան։ Ինչի ասում որ չի փոխվել։ Դե դու ասեցիր, ասում ես զույգն պարտներն ասում են, որ նորմալ ամեն ինչ խնդիր կա։ Հա, եթե ես չեմ տեսնում, դու ինձ բացատրում ես, ես շարունակում չտեսնեմ խնդիր։ Այստեղ հարցն էլ չի տեսնում, որովհետև ես խիստ կասկածում եմ, որ մի քիչ վերլուծական ունակություն ունեցող մարդը կարող է չտեսնի այդ փոփոխությունը։ Հա, պայմանական, եթե դուք սովոր եք մի տարի, 2 տարի շարունակ ամեն ուրբաթ շաբաթ գնալ տժալու, ու ինչ որ վերջին մի տարին, հա, ինչ որ դե հավես չկա, դες զբաղված եմ, դե գլուսացավ, ինչ որ դες չի գալիս։ Ու դու գնում ասում ես թքած ակումբի վրա, ինչ որ բանա փոխվել, չէ, նորմալ ամեն ինչ, ոչ մի չի փոխվել, բայց փոխվել է ուտոգի։ Հա, չէ, դա քո բերած օրինակով, հա, եսի նկատի ունեմ, հա, էլի փոխվել է, բայց ինձ ամեն ինչ լավ է, սենց փոխված։ Չէ, այդ ուրիշ խոսակցությունն է։ Եվ դու ասում ես, հա, փոխվել է, բայց ինձ սենց լավ է։ Հա, ես էլ չեմ ուզում գնամ։ Դա արդար է, դա արդեն իմ որոշման դաշտում է, ես շարունակում եմ ապրել այդ փոխվածի հետ, ինձ օքեյ է այդ փոխվածը, եւ այդ փոխվածի մեջ կշերքի մյուս կողմում ինչ է դրված, թե օքեյ չի։ Դա իմ որոշումն է արդեն, ու այո, ինչքան ինքը ունի իրավունք փոխվելու, քա ես ունեմ իրավունք որոշելու այդ փոփոխության հետ հաշտեմ, ապրում եմ, թե չեմ ապրում։ Բայց երբ ասում եմ ոչինչ չի փոխվել, դա գազլայթ է։ Գնում ես հստակ ասում ես, լսի, բրատ, մի տարի է, մեր մոտ ոչ մի բան այն չի, բայց սեռական հարաբերությունն է նորմալ։ Դե ոչ մի բան այն չի, դու արդեն ուրիշ օրինակ ես բերում։ Բայց ինքը չի դավաճանում, ինքը չի գնում ոչ մի տեղ, ինքը տունն է, ինքը պրոստը լոքշ է դարձել։
իմ պատկերացմամբ ես գնում եմ իրան ասում եմ ասում բան չի փոխվել ոնց կար նենց մնացել է ու կլոր աչքերով նայում ա վրես ուզում ես ես վերցնես ես ոչ չի փոխվել մի տարի հատնի Հայկան երբ որ խոսում է առողջ հարաբերություններից մեզ կուզի իմ ասած այն է որ ճիշտ որոշումներ սխեմաներ հստակություն, այն որ կամ ասեմ ավելին, երբ որ դուք օրինակ այդ մարդուն ընտրում եք, sense նայում եք ու շատ հստակ է, շատ առողջ է, շատ ձեզ համապատասխան է, ոչ մեկ ձեզ գարանտիա չի տալու, որ այդ նույն մտքերը դուք ունենալու եք 5 տարի հետո, օրինակ։ Այդ նույն ակնկալիքը ես շատ ուզում եմ մենք բոլորս դառնանք իրական աշխարհում ապրող, հա, իրատեսական ու հարաբերություններ կառուցենք ոչ թե մեր իլյուզիայի հետ։ Շատ կարևոր։ Ոչ թե մեր պատկերացումների հետ ոնց եմ ես միշտ պատկերացրել մինչև ես իմ 25 տարեկանը իմ արքայազնը ոնց պիտի լինի։ Հիմա այդ միջին վիճակագրական արքայազնը, հա, այդ միջին վիճակագրական արքայազնը եկել է ձեր դիմացը կանգնել է ու դուք իրան անպայման ուզում եք տեղավորեք այն ձեր 25 տարվա բոլոր պատկերացումների մեջ, որ դուք մինչև այդ ունեցել եք։ Հարաբերություններ պետքա կառուցել իրական ձեր դիմաց կանգնած մարդու հետ։ Ու ընդ որում այդ հարաբերությունները պետքա կառուցել հենց այդ մարդու հետ, ոչ թե ձեր էմոցիաների հետ, իլյուզիայի հետ, որը իրա վերաբերմունքի հետ ձեր նկատմամբ, որովհետև շատերը գիտես, այդ կոնֆետնի պերիոդում ինչ որ բոլորն էլ, հա, դրա մեջ ոչ մի ինչ որ տարօրինակ բան չկա, դա ընդհանրապես հորմոնալ ռեակցիաներ են, բոլորն էլ ավելի ինչ որ sense ռոմանտիկ են, թևավորված են եւ այլն, դա չի մնալու տենց 10 տարի ընտանեկան կյանքում։ Դա ամենայն հավանականությամբ ձեր dating կյանքի ընթացքում էլ 3 տարի հետո տենց չի մնալու, հա։ Դա միանշանակ փոփոխվելու է ու դա առողջ է։ Դրա համար էլ ասում ենք ամուսնացեք գոնե թե 1 տարի հետո, երբ որ այդ հորմոնալ ռեակցիաները թուլանում են, բայց ինչևէ։ Ու երբ որ դու մտել ես հրապուրվել ես ոչ թե անձով, այլ են ամենով են նվերներով, որ ինքը քեզ անում էր, այն sense կոմպլիմենտներով, որ ինքը քեզ անում էր, մեկ էլ այդ բան մի տարի հետո չկա, տակը մնում է անձը։ Իրական անձը, որ ինքը կա, այդ իմ ասած իրա կոմպլեքսներով։ Հասկանում եք, մենք բոլորս ակնկալում ենք, որ տղամարդը, աղջիկների տեսանկյունից խոսալուց, մեզ պիտի ընդունի նենց, ոնց մենք կանք։ Շատ վիրավորվում ենք, երբ որ ինչա նշանակում ինձ այնտեղ, չգիտեմ, առանց մեյքափի չի հավանում, ինչա նշանակում ինձ իմ բնական վիճակով չի հավանում, ինչա նշանակում ինձ ուզում է, որ ես ավելի, չգիտեմ, sense իդեալական լինեմ, թող սիրի ինձ նենց ոնց կամ, օքեյ, այդ դրա նկատմամբ ոչ մի հարց չկա, բայց այդ մեզ էլ է վերաբերվում։ Իհարկե վերաբերվում։ Այդ տղամարդը ձեր կյանք գալու է իրա վախերով, շատ ավելի շատ վախերով, որովհետև հələ մենք այդ ինչ որ ձևով կոմպենսացնում ենք, էլի, այդ մեր կարդալու, խոսալու, հաղորդումների, գրքերի մեջ եւ այլն։ Բացի այդն էլ արի կլինի համաձայնենք, որ հարաբերություններում պատասխանատվության տեսանկյունից, եթե այդ հարաբերությունները օրինակ օրգանիկ պիտի զարգանան, դառնան ընտանիք, հա, բնավ պարտադիր չի, բայց եթե օրգանիկ աճի մասին ենք խոսում, դա վերջում կամ բաժանում ես կամ ընտանիք է դառնում։ Լոգիստիկան տենսն է, հա, լոգիստիկան դա է։ Ու այդ առողջի պարադիգմում որն է, տղամարդու վրա ավելի շատ պատասխանատվություն կա, այդ նույն ընտանիքի համար, այդ ընտանիքը կազմելու համար, այդ ընտանիքը պահելու համար, այլ հարցավոր, լավաթևատը, բայց սոցիումով պարտադրված ստանդարտը եւ այդ գենետիկորեն դրված պահանջը ընտանիքի տղամարդու հանդեպ համենայն դեպս Հայաստանում դեռ այդպես է։ Կրկին լավ թե վատ է ընտրում է յուրաքանչյուրը իր տղամարդու, իրենս իր տղամարդու, հա, բայց այդ տենց է ու տղամարդիկ, հա, շատ ուժեղ վախերով են գալիս, բայց ինչ մնում շատ տղամարդիկ թռնում են այդ ընթացքում։ Վատ բանով չեմ ասում թռնում են, բայց հա դա շատ վախենալու է, որովհետև մի հատ էլ եթե այդ աղջիկը լինում է ինչ որ ծայրահեղ պահանջատեր, դու պիտի sense վարդի շաղի պիպիտիների անվերջ ցուցակ, որը այդ 25 տարիների ընթացքում հավաքվել էր։ Մենք այս ամիսունի 4 weekend մենք մի տեղստան գնում, տղեն ուզում է հանգստանա մեկ-մեկ, այդ տղեն ուզում է ոչ մի բան չանի, ձեզ էլ չտեսնի։ Պրոստո ուզում է պարկի բազմոցին, հաստատ դու ես ուզում։ Այ այդ է ուզում ասել, ու եթե դուք չեք ուզում այդ ձեր ժամանակը, որ պարկեք մահճակալի մեջ նայեք ինչ որ վատ կամ լավ սերիալ կամ դուրս գաք ընկերուհի տեսնեք, Զինֆիրայի համերգին 3 օր բանանեք, տերորի ենթարկեք ձեր ընկերուհուն, որ մենք պետք է տոմսը առնենք, Զինֆիրայի համերգին 5 պակաս լինեք սխալ կայքից, ինչ որ տոմս առնելու, մոտ 250 եվրո կորցնել չենք կորցնել։ Ինչևէ, եթե ձեր մոտ է անհրաժեշտությունը թթվածին նման դուք չեք զգում, որ
ինչ որ տարածք է պետք, հանգիստ թողեք այն մարդուն, թող գնա ընկերներին տեսնի, թող գնա խմի, թող պարկի PlayStation խաղա, ու շատ նորմալ է, որ այդ ուզում է, ինքը ոչ թե այդ էլ շատ աղջիկներ գլոբալ պանիկայի մեջ են ընկնում։ Ինչ է նշանակում, մի ամիս չէր ուզում, մեկ էլ մեր հարաբերությունների երկրորդ ամսում հանկարծ հիշեց, որ ինքը ունի ընկերներ։ Որովհետև ձեր հարաբերությունների առաջին ամսում մի տեսակ հորմոնները չեն թողում հիշեն ընկերներին։ Չէ, սա իրականում իրոք լավագույն առումով հորմոնները, որովհետև դա իրական ապացուցված բան է, որ արտահայտված sense սիրահարվածությունը շատ նման է հոգեբուժական փսիխոզի։ Այսինքն ինքը ընդհանրապես նորմալ վիճակում չի մարդ։ Ու շատ լավ չի, եթե երկար ժամանակ մնաս սկսում երեսի։ Հա, ու չէ, ու նորմալ չի, եթե դու տևական դրա մեջ, 5 տարի շարունակ մնաս այդ վիճակում։ Պիտի մարդ վերադառնա իր նորմալ ստանդարտ վիճակին, որ կարողանա կյանք կառուցել։ Այո։ Ու նաև այդ փոփոխությունները չեն վերադառնում նորմալ կյանք շատ հաճախ, դա փսիխոզը տանում է։ Հա, բան չունեմ ասելու։ Ուզում եմ ասեմ, հասկանում ես, այդ իրականությունից չկտրվելը, որ փոփոխվելու է, չի լինելու ստատիկ։ Ոչ վերաբերմունքը ձեր նկատմամբ է լինելու ստատիկ, ոչ, չգիտեմ, աշխարհայացքն ու պահանջմունքներն են լինելու ստատիկ։ Լինելու են ինչ-որ փուլեր, երբ որ դուք հեռվանալու եք, լինելու են ինչ-որ փուլեր, երբ որ դուք իրար հավես չեք ունենալու։ Այդ չի նշանակում, որ ձեր հարաբերությունները անառողջ են։ Շատ լավ ֆիլմերում ցույց են տալիս իհարկե այս ամենը, բայց այդ ռոմկոմերում, որ ես տանել չեմ կարողանում, այդ ռաֆինացված անիրական կյանքն է։ Այն փողոցում տեսավ սիրահարված ու մեկ էլ sense չգիտեմ, ամբողջ կյանքը նվիրեց նրան, որ այդ հարաբերությունները կառուցվեն։ Որը գնաս։ Այդ տղամարդը sense օր ու գիշեր ընկավ հետևիցս ու հասավ ինձ, հետո sense չգիտեմ, մի այդ ֆիլմերը բանել են, այդ բացի ոնց է պետք հանդիպել հարաբերություններ կառուցել, հետո չոր ընտանեկան կյանք են իդեալական ցույց տալիս, այն որ sense չգիտեմ, ամուսինը միշտ քո հավեսը ունի, երեխեքի հավեսը ունի։ Ինչ խելոք երեխեք ունեն միշտ այդ ընտանիքներում իդեալական տուն գալուց համբուրում է, տնից դուրս գալուց համբուրում է, բոլոր առիթները գադավշինաները նշում են, ամուսինը հիշում է, ինքը չի հիշում, բացարձակ չեն հոգնում։ Հասկանում ես, չեն հիվանդանում։ Հաստատ կան sense փուլեր, հաստատ կան sense ընտանիքներ։ Իմ ասածը նա է, որ դուք ըստ ձեզ չափեք, ձեզ լավա թե վատա այդ հարաբերություններում։ Գալով են նրան, ինչպիսին են առողջ ու երջանիկ հարաբերությունները, իմ կարծիքով այդ առաջի հերթին պիտի պարզ լինի ըստ ձեր զգացողությունների։ Եթե ձեզ լավ է այնտեղ, ձեր ձևով, այս միշտ մեզ քննադատում են այս դրա համար, ես էլ եմ քննադատում, երբ որ ասենք ինչ որ չգիտեմ, օրինակ հոգեբանական բռնության որոշ ձևերին մենք տենց ասում ենք, որ դա շատ վատ է եւ այլն, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ այո, կան աղջիկներ, ում այդ type տիպաժ կոչվածը, հա, այն տղամարդն, որը ձեռքը խփում է սեղանին, ասում է ժամը 7-ից հետո տնից դուրս չես գալու։ Ինքը փնտրել է տենց տղամարդ, ինքը գտել ուրախացել է իր գտածով։ Հա, կոնկրետ լիբիդոն ֆանտային թռիչք է։ Այո, հենց լիբիդոն, որպես տղամարդ, անցալում է միայն այդ տեսակը։ Այն տղամարդուն, ում ինքը պիտի զանգի հարցնի, իսկ կլինի ես դուրս գամ թե չէ, իսկ այս բանը կլինի հագնեմ թե չէ։ Ինքը նպատակադրված դա է փնտրել։ Գտել է ու աննկարագրելի երջանիկ է։ Ու հա, եկեք մենք հավաքվենք, ասենք, որ միգուցե դա այդքան էլ այդպես պիտի չլինի։ Վերջի վերջո բռնությունը դա ֆիզիկական նպարզավորն է, բայց հոգեբանական բռնությունը տոքսիկ հարաբերությունների մեջ նույն այդ նարցիսների, նույն գեզլայթը ինչի է այդքան քննադատելի։ Այդ այնն է, ինչ որ տեղի է ունենում իմ կամքից դուրս։ Երբ որ բռնանում են իմ կամքի վրա, ես ուզում եմ ժամը 7-ից հետո տանից դուրս գամ, բայց ինձ չեն թողում, ես ուզում եմ սովորեմ, ինձ չեն թողնում։ Ինձ գալիս են ամեն օր ասում են, որ մոտ ոչ մի բան չի ստացվի, ես աշխարհի տգեղն եմ, ինձ դավաճանում են, ցուցադրաբար են դավաճանում, երբ որ ես տեսնում եմ, որ ինձ դավաճանում, մի հատ էլ ասում են, քեզ թվացել է։ Հասկանում ես, հասկանում ես, այսա ընդհանրապես կապ չունի, ընդ որում, նաև էլի եկեք իրականությունից չկտրվենք, նարցիսով հնարավոր է աննկարագրելի հիանալ, գժի պես սիրել, շատ մարդիկ, ովքեր նարցիսների հետ հարաբերությունների մեջ են, նենց են իրանց նարցիսին սիրում, դու իրան ասա, որ ինչ որ մի բան են չի։ Նարցիսին նենց են սիրում, ինքը նարցիսը մտածում է, որ իրան պետք է սիրել։ Ինքը դեռ երջանիկ է այդ հարաբերություններում։
Շատ լավ ցուցադրական նշան է, երբ դուք նկատում եք, օրինակ, որ դուք փոխվել եք հարաբերությունների մեջ մտնելուց հետո։ Այս է միանշանակ նշան է, երբ որ դուք ոչ թե դարձել եք ավելի ինքնավստահ, ավելի երջանիկ, ավելի, չգիտեմ, զգում եք ձեզ ավելի գեղեցիկ, ավելի խելացի, ավելի ներդաշնակ, այլ երբ որ կինը կորցնում է իրան հարաբերություններում, տղամարդն էլ, իրական տղամարդն էլ հանգիստ կարող է դա նկատվի, ոնց է որ աշխուժ նպատակներով, ձգտումներով տղամարդը մտնում ինչ որ հարաբերությունների մեջ կնոջ հետ, ու մի տարի հետո այդ մարդուն անհնար է ճանաչել։ Ինքը ոչ մի բանի հավես չունի, ոնց որ կյանքը մեջից հանած լինեն, ամեն ինչի մեջ կասկածող, ամեն ինչից վախեցող ու կինն էլ։ Երբ որ դու ինչ-որ sense ընկերուհիներով, հետաքրքրություններով, կյանքով լի մարդ էիր, մեկ էլ մի տարի հետո դու նկատում ես, որ ամեն ինչից ես կտրվել, բոլորից ես կտրվել, ոչ մի բանի հավես չունես, հայլու մեջ էլ նայում ես, քեզ չես ճանաչում։ Այստեղ շատ մեծ հարց է, ինչքանով եք դուք այդ հարաբերություններում երջանիկ ու ինչքանով է ձեր մոտ ամեն ինչը լավ։ Դրա վրա հաստատ արժի ուշադրություն դարձնել, բայց եթե ձեր հարաբերություններում լավ է, ձեր պատկերացումով լավ է, մի վերցրեք այդ կանոնը ու մի համեմատեք ստեղ այնտեղ, վերջը ճիշտ է, որ լավ է, արժի, որ լավ, կարող է ինչ որ բան չեմ հասկանում, որ լավ է։ Իրականում էս վերաբերում է ոչ միայն առողջ հարաբերություններին, էս վերաբերում է առողջ կյանքին։ Հա, առողջ անձին։ Առողջ անձին, հա, որովհետև երբ դու փորձում ես քո անձնական կանոնը վերցնես խալխի երջանկությունը, հաջողությունը, բանաձևերը, դիսցիպլինան չափելու համար, այդ տանում է ոչ մի տեղ։ Այդ կանոնը կարող եք օգտագործել բացառապես չափելու ձեր անցած տարվա ունեցածը, այս տարվա ունեցածը ու դնելու սանդղակ մյուս տարվա ձեր ունեցածի համար, հա, Էս էլ կարող է ձեր հետ չաշխատի, ու նենց չի, որ սա ինչ-որ ճշմարտության վերին ատյան ենք ներկայացնում կամ որևէ բան մեր հաղորդումներում ճշմարտության վերին ատյան է ներկայացվել, բայց ամեն դեպքում առողջ անձի, առողջ կյանքի մեջ դուք չեք կարող անընդհատ համեմատվել այլոց հետ, կարող եք ոգեշնչվել, կարող եք նայել ու ասել ես էլ կուզեի, բայց ոչ թե նրա համար, որ Նելին ունի, իսկ ես չունեմ, ու այդ չունենալն է ինձ տանջում, ոչ թե ինչ-որ մի բանը չունենալու թողած հետևանքները իմ կյանքում, որ ես ինձ հանկարծ բացահայտեցի այդ մեծ գեփը, որ ես չունեմ այս գեղեցիկ ականջողերից եւ այո, իմ կյանքն այլևս անիմաստ է, այլ որ պրոստը չունեմ, ու այդ միտքն է ինձ կազմակերպում, որ ուզում եմ։ Չէ, ինչի շատ ֆանտաստիկ օրինակ է հասկանում ես, որովհետեւ ինչքան էլ ես հիանամ, հա, ինչքան էլ հիանամ քո ականջողերով, բոլորը գիտեն, որ ես ու Նելին զարդերի տարբեր ճաշակ ունենք, բայց ես նայեմ այս զարդերին, ասում ես չունեմ։ Աստվածներ, ես չունեմ, կյանքս անիմա փուջ աշխարհ, աշխարհ, փուջ ես։ Ինչի համար, եթե ես չեմ էլ ուզում։ Այդ ամուսնանալն է, այդ սիրուն երեխեքին ունենալն է, որ ինձ թվում է, թե մեզ նայում են մամաներ, բոլորի երեխաները սիրուն են, այդ ֆիքսենք, բայց երբ այդ երեխեքը պառկում են, ոտքերը խփում են գետնին, հիվանդ են իրանց քթերից գալիս է, այդ ամեն ինչը կյանքն է, այդ կարա սիրուն չլինի, բայց նաև սիրուն է իրակ, որովհետև դա է սիրունը, դա է կյանքը, այդ մոմից երեխեքը կինոների մեջի իրականությանը չեն համապատասխանում, չնայած աչքին որ նայում ես, հա սիրուն, այտենց հիմնականում նկատել եք պիչում կյաշ երեխեք են կապույտ աչքի բոլորը չի կամ իտեք սև խուճուճ մազերով սիրուն երեխա լինի կամ սև հա մեծ քթով հա մեծ քթով երեխա կամ մեծ քթով դեռահաս որ այդ իդեալական ընտանիքի մասերն ի չկա այդ կինոներում ու շատ մարդիկ այտենց գծում են իրանց երեխեքը ինչ տեսք պետք է ունենան ու շատ անհանգստանում են որ հանկարծ կարող երեխա ունենան այդ իդեալականությունից տարբերվի դա կատաստրոֆա է Այո, իդեալականությունը իրականում ես կարծում եմ, որ մեր իրականության ամենամեծ հոգեբանական խնդիրն է։ Ես կուզեմ նաև մենք խոսենք մի քիչ վիճելուց, կռվելուց, կռիվ անելուց իրար հետ։ Հիանալի բան է, որովհետև իրական այո, նախ լուրջ եմ ասում։ Երկրորդը գիտես, այդ այնքան ասենց ամեն երկրորդ բանից հարթուկից այդ նախադասությունը դուրս եկել հա տոստերից տոքսիկ հարաբերություններ անառողջ հարաբերություններ որ թվում է թե մեկ-մեկ ես էլ եմ կասկածում հասկանում ես մեկ անկեղծ եմ ասում մեկ-մեկ իմ արինծիռներն էլ են շեղվում այդ
բարձր ձայնով խոսալը հենց հիմա ոնց որ անառողջ տոքսիկություն եղավ, հա, ասենք այնտեղ չգիտեմ, չենք մենք երկու շաբաթը մեկ կռվում կարող է անառողջ հարաբերություն։ Իսկ իմ արինծիրների վրա դժվար է ազդել իրական, եթե դա ազդում է նույնիսկ իմ արինծիրների վրա, որովհետև այս էլի այդ իդեալականության ռաֆինացված բան երջանկության հա պայմաններում թվում է թե որ այ լավ է ու ճիշտ է, երբ որ այսպես հանգիստ մենք նստում ենք, խնդիր ունենք, արի մի հատ խոսանք, օրինակ ինչի համար դու ամբողջ տունը թափեցիր երեք ու դուրս եկար տնից։ Արի տենց մի արա էլ։ Անցավ իհարկե սիրելիս է ներողություն եմ խնդրում։ Անցավ 2 օր, դու եկար տուն ու տունը լրիվ նույն վիճակում է։ Արի խոսենք, խնդրում եմ, կլինի օրինակ, այսպես չթափես, այսպես չանես, իհարկե կլինի, հա, ու այտենց ինչ որ այդ խոսակցության շուրջ բարբերաբար հավաքվում ենք, թեյի սեղանի շուրջ քննարկում ենք մեր խնդիրները մեր հարաբերություններում։ Իրական մարդկանց հետ դա անհնար է։ Եթե ձեր առաջ նստածա բանից, արյունից, մաշկից, ոսկորներից կազմված մարդը իր խնդիրներով, էմոցիաներով, հա, անհնար է այս տիպի խոսակցություն, որ մենք նստեցինք, իրար հասկացանք, լիքը լինելու է, որ նստելու եք ու չեք հասկանալու իրար։ Լիքը լինելու է, որ գնալ եք պարանը բացեք, ձեր ճամպրուկը հանեք, ձեր իրերը սկսեք հավաքել։ Ու միգուցե եւ գնաք։ Բայց այդ չի նշանակում, որ դուք տոքսիկության համար եք այդտեղից գնում, նշանակում է դուք էմոցիոնալ մարդ եք, ու ասում եք ես այս հարկի տակ 1 րոպե ավել չեմ ապրելու ու գնում եք։ 2 օր հետո նույնիսկ գլվելալով հետ եք գալիս ու ասում եք հացկուտես։ Օրինակ ես ընկերուհի ունեմ, չգիտեմ կնայի թե չի նայի, իրենք քան տարի ամուսնացած են, երեխա ունեն արդեն, բայց ամեն անգամ վիճելուց ինքը ամեն անգամ ճամպրուկա։ Հա, ամեն անգամ։ Ու ամուսինը բացարձակ լուրջ չի ընդունում, իհարկե այդպես աչքի առես գնում գալիս ինչ շատ լուրջ ճամպրուկա հավաքում է, բայց ինչևէ էական չի մոդելը կոնկրետ ոնց է կռվում, հա, այստեղ էականն է, որ չի լինելու տենց իդեալական չի լինելու։ Հա, ու չի լինելու նենց, որ մենք նստեցինք, խոսացինք, իրար հասկացանք, մենք բարձրաձայնեցինք մեր խնդիրները եւ դարձանք լսելի իրար համար ինչ որ իդեալական աշխարհում, իդեալական պայմաններում։ Այո, դառնալ լսելի, քննարկել, խնդիրը բանանել, նիզամալ չի ոչ։ Չլռել խնդրի մասին։ Չլռելը խնդրի մասին, այո, դա հասուն չի, ամենակիչը հասուն չի, բայց եթե դուք ակնկալում եք, որ ձեր դիմաց նստած լրիվ այլ տիպի մարդը ինչ ասեք հասկանալու է, ինքը ինչ ասեք դուք եք հասկանալու, այս խնդիրները շատ ավելի ակնհայտ սրվում են, երբ որ երեխա են սկսում դաստիարակեն, դաստիարակության ճշտի սխալի մասին տարբեր պատկերացումներ են մարդիկ ունենում, ու ոչ բոլոր հարցերում են հաստատ գալու ընդհանուր հայտարարի, լինելու են հաճախ վեճեր շատ մարդկանց մոտ, ինչ որ փուլ է սկսում, որտեղ հաճախ վիճում են, օրինակ չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի, կարող է ամեն երկրորդ բանի վրա վիճեք։ Հասկանում ես, այլ հարցա միգուցե դուք չեք համապատասխանում իրար, եթե ամեն երկրորդ, բայց դա չի նշանակում, որ դա հիվանդ, տոքսիկ, ձեր դիմացին էլ ինչ որ sense տոքսիկ մարդ է ու դուք տոքսիկ հարաբերություններում եք։ Բարձր ձայնով էլ այ վիրավորելը, նվաստացնելը, հա, այնտեղ չգիտեմ, անձնավորելը, ծնողներին կպնելը, այնտեղ տարբեր ձև ֆորմաներ կան վիճելու, այդ ուրիշ բանի մասին է խոսում, հա, բայց ամեն դեպքում ինչ որ բարձր, օրինակ ես հիշում եմ մի անգամ մենք խոսում էինք, դու ասացիր, որ դու այն ժամանակ տակավին հարաբերություններում էիր ու ասացիր ես քեզ ինչ բան էի պատմում, ասացի, որ ես տենց էլի սկսեցի բղավեմ, էլի այո, ես մարդ եմ, ով որ բանը հարաբերություններ պարզելուց բարձր տոներով է հարաբերություններ պարզում։ Ժորդ գիտեք ոնց ավ ես գոռում մեկ-մեկ։ Ես անձնական հարաբերությունների նկատի ունեի։ Հա, չէ, ես ինչ որ sense եթե դա արդեն վեճ է, ես կարող եմ բերել իմ օրինակը հանգիստ, ոչ թե քննարկում է, այս բանը անենք, թե այն բանը չանենք, սենց անենք, թե նենց անենք, այլ վեճ է, ընդ որում ինչ որ տևական վեճ է, որտեղ շուտվանից լուծում չկա, էփած թեմա է։ Լուծում չկա այդ վեճին, այո, ես օրինակ բարձր տոներով հարաբերություններ պարզողներից եմ։ Երբ որ ես այդ Հայկանին ասեցի, Հայկանը ինձ որակեց որպես չէ, ինձ չորակեց, ինքը իր մասին էր պատմում, ասաց դե ես ուղղակի չեմ ընդունում բարձր տոներով վիճել, ասաց ես ինձ երբեք դա թույլ չեմ տալիս, ու եթե ես դրան բանը հասնի, եթե իմ հետ տենց վիճեն, ես դա համարում եմ, որ դա աննկարագրելի անառողջ է, ու ասենց ես այդ բային հիշում էի ինձ, ոնց էի ես 4 ժամ առաջ բղավում։ Գիտես, իմ մոտ այդ չի փոխվելն էլ։ Ես հիմա չեմ կարողանում։ Ես հիմա չեմ կարողանում գոռամ։ Այդ շատ լավ, դու հիմա նույնիսկ բարձր չես կարողանում խոսած, եւ դա մեր բոլորի ամենամեծ խնդիրն է։ Այս հաղորդման շրջանակներում, որ ինձ դժտո բղավել դու բարձր խոսալ չես կարողանում։ Ես սիրում եմ, որ ձայնը ցածր լինի, որովհետև եթե մարդ չի լսում, նաև գոռալով, հա։ Ոնց ես ջղայնանում։ Օ, ես սկսում եմ այսպես հանգիստ տոնով ստորացնել։
անձնական հարաբերություններում դու ես այն հարաբերություններ, որոնք որ ես եմ օրինակ բերում, դու այնտեղ ամեն դեպքում ոչ մեկին չես ստորացրել հաստատ։ Չէ, այն հարաբերությունները, որտեղ երբ դու արդեն ինձ գիտեիր, ես այնտեղ ոչ մեկին չեմ ստացել։ Բայց ո՞նց էիք կռվում։ Մենք երկուսս էլ չենք գոռացել երբեք։ Բիժում դու երկրորդին էլ գիտես։ Մենք չենք գոռացել։ Բայց գիտես որ այն էլ գոռացող չի։ Նա նույնպես գոռացող չի, մենք երկուսով չենք գոռում։ Ես օրինակ։ Բայց եղել են հարաբերություններ, որտեղ օրինակ դու ոչ թե կգոռայիր, դու կարող երկու հատ խփեիր, потому что ты не договорила։ Ես просто ոչինչ չէի ասում։ Ես գնում էի, ես տարածքը լքում եմ։ Իմիջիալոց դա մենակ անցն է, որտեղ գործի տեղը ես կգոռամ էլ ափերից դուրս կգամ եմ։ Իսկ ես այ գործի մեջ երբեք այդպես բան չեմ անում։ Չէ, անձնային հարաբերություններում, հա, հասկանում ես, որտեղ գործի տեղը ինչ որ մեկին ինձ լսելու համար կամ ինձ իմ ենթակայության տակ լինելու համար։ Սա կարող է շատ սնոբսկի բան հնչի, ես ոչ մեկին աշխատանքի մեջ չեմ վիրավորում անձնապես երբեք, բայց եթե ինչ որ մեկին գումար է վճարվում, որպեսզի ինքը այդ աշխատանքը կատարի իմ ենթակայության ներքո, եւ ես բան եմ ասում, ինձ չեն լսում, չեն ենթարկվում, հա, ես չեմ ասում գնայիս ջուր բեր։ Ես չեմ ասում կոշիկները ստար կոշկակարի մոտ, բացառապես աշխատանքային պայմանագրի շրջանակում կգոռամ։ Չեմ խրախուսում, բայց բանը կարա հասնի։ Աշխատանքային միջավայրից դուրս անձնական հարաբերություններում ոչ մեկի փող չեն տալիս, որ ինձ ենթարկվի։ Մարդը եթե ես ցածր եմ խոսում, ինձ չի լսում, որ գոռամ էլ չի լսելու։ Բան չունեմ ասելու։ Ուզում ասեմ, այո, տեսեք, ես օրինակ մարդ, ով որ բարձր տոներով ասում հարաբերություններ բարձի։ Չէ, հասկանում ես, որովհետև հիմա ես չեմ ինչ որ որևէ կերպ չեմ արդարացնում ու միգուցե այո ինչ որ հոգեկառուցվածքով մարդ կա, ով որ մտնի իմ հետ հարաբերությունների մեջ, ինքը sense չեմ կազմականդվի այդ հարաբերություններ բարձրելու ձևից։ Իմ ու քո վեճերն են նշում ենք չենք վիճում, ենք շատ ենք վիճում, ինչ որ թեմաների շուրջ։ Ես կազմականդվում եմ։ Չգիտեմ, հարցնում եմ։ Իսկ ո՞նց է օրինակն ես բերում։ Ինչքան վեճ ենք ունեցել։ Դու գոռում ես։ Դու գոռում ես։ Ես ասում եմ արի հասկանանք ինչքան կա, քեզ գոռումն էլի ջան։ Ինքը շարունակա ու գոռել, ասում եմ լավ, որ գոռես վերջացնես կխոսենք։ Գոռում վերջացնում, ասում եմ հիմա ասա։ Մենք սկսում ենք քննարկել, միշտ տենց է, հա գոռում հրաշ դելֆինի դեցիբել։ Դելֆինը չափազանց։ Բայց նաև գալով է նրան, որ դու ասացիր, վիճելը հոյակապ բան է։ Ուսա միայն հարաբերությունների մասին, չի շատ մարդիկ կան, ովքեր խուսափում են վեճերից, կոնֆլիկտից, sense բան կտրուկ խոսակցությունից, տհաճ խոսակցությունից, առանց դրա ես չեմ պատկերացնում ոնց պետք է կարգավորվի ու կազմավորվի։ Առանց դրա ես այս վերջերս ընկերներիցս մեկի հետ խոսում էի մեկ ուրիշ մարդու մասին, ում ես էլ գիտեմ, բայց շատ ավելի մակերեսային, քան այդ ընկերս ում հետ խոսում ենք, ասում եմ ես ինչ որ կոնֆլիկտ էր եղել տարիներ շարունակ միմյանց ճանաչելուց հետո կոնֆլիկտ էր ունեցել, ասում եմ ես չի պատկերացնում, որ ինքը այս մարդը, ասում եմ որտեվ Սովորաբար դու այդ մարդու հետ շփման ընթացքում դուք միշտ եղել եք բարիկադների նույն կողմում։ Դուք ջան ասել, ջան լսել եք, նա ասել է ալո, դու ասել ես բլու, իրար հետ հավեսով անցկացրել եք ձեր համատեղ ընկերությունը։ Ու all of a sudden մի հատ իրավիճակը հայտնում, որտեղ դուք նույն կողմում չեք բարիկադների ու կոնֆլիկտ է ստեղծվում։ Դուք ունեք տարբեր կարծիքներ, դիրքորոշումներ, աշխարհայացքներ ու հոп դու այդ մարդուն տեսնում ես կոնֆլիկտի մեջ, որովհետև կոնֆլիկտի մեջ դու կարող ես մարդուն տեսնես ինքը հավասարակշիռ է թե անհավասարակշիռ։ Կոնֆլիկտի մեջ դու տեսնում ես մարդը կոնֆլիկտից հետո ինչ է անում, ու այդ ամենակարևորն է, ինչ անում մարդը կոնֆլիկտից հետո։ Ինչքանով է կառուցողականություն դրսևորում կոնֆլիկտից հետո, հա, որովհետև երբ գնում ես առճակատման, բոլորս էմոցիոնալ ենք։ Մեծահասակին ինֆանտիլիզմով տառապողից տարբերում է այն ինչ ես անում դու դրանից հետո նեղանում ես գնում ես уходишь в себя ушел в себя и заблудился կամ հիստերիայի մեջ ես ընկնում դուրս ես շղկացնում թե ինչ որ ժամանակ չի ոչ մի բան չեմ կոտրում ինչ չես չի վիրավորում անձնապես երբեք բայց ասում եմ հենց գոռում լուչին է ախր չէ ասա որ հումոր ես անում չհումոր եմ կոնֆլիկտի մեջ այն ոնց մենք վարվում ենք կոնֆլիկտից հետո դա մեզ բնորոշում է ինչ հասունության որ մակարդակի վրա ենք որտեվ էլի վիճում են բոլորը հաշտվում են շատ տարբեր կերպ ու երբ դու չես կարողանում գիտակցես քո սխալ դիրքորոշումը պայմանական այդ վեճի ժամանակ ու գնաս ասես լսի գիտես իսկ ոմիչ տակացա
ու մտածեցի ոնց որ այդքան էլ սխալ չես կամ այս հարցով համաձայն եմ, բայց այս հարցով դեռ իմ դիրքորոշումն ունեմ։ Կարաս ապրես այդ իմ դիրքորոշման այս հատվածը, դե ոնց որ չեմ փոխելու։ Կարող մի տարի հետո փոխեմ ու ես իմ օրինակով գիտեմ, որ դիրքորոշումները շատ են փոխվում, տարի վրա փոխվում է։ Ստատիկ դիրքորոշում ունենալը 10 տարի առողջ չի։ Հաստատ։ Այդ ինչ որ տենց կարող է 1-2 հարց լինի, որ ձեր արժե համակարգին հիմնակարերից լինի, որ դուք դեկադաներով չփոխեք, չնայած տեղ էլ հարց կար, դե մի քիչ չի կարա հիմնակար հանդիսացող արժե համակարգը 20 ու 39-ը լինի, է շատ են խոսել։ Հոգեբանորեն չի փոխվում միայն մարդու անձի կառուցվածքը եւ խառնվածքը։ Մնացած ամեն ինչ ենթակա է փոփոխության։ Ես էլ մասնագետի կարծիք։ Հենց որ այո, կոնֆլիկտը փառահեղ բան է, ինձ աշխատավայրում շատ են ասել, որ ես կոնֆլիկտային եմ եւ եթե ես չլինեի բոլորը խախանդ կապրեին։ Կոնֆլիկտային չես, հետաքրքիր է դա։ Չէ։ Ես հարաբերությունում շատ հեշտ եմ։ Հա։ Այնտեղ 1-2 պայման կա, որ պետքա լինի, ու ես ոնց որ բան եմ իրոք ընդունում եմ, բաներ կան, մինի խամյակներ կան, ես վերջերս եմ տեսել ուզում եմ։ Ես ասեմ անպայման այդ այն հարաբերությունները, որի մասին որ խոսում ենք Հայկանի, այդ իրանց վերջի խոսակցության ինչ որ մի փոքր մասն եմ տեսել, որը որ եղել է բանով գրագրությամբ, հա, ինչ որ մի փոքր մասը տեսել եմ, ոնց որ բան լիներ, ինչ որ խոր փիլիսոփայական խոսակցություն, ինչ որ ընկերական ինչ որ զրույց, ոնց որ ես ու Հայկանը խոսենք ինչ որ 5-րդ մարդու կյանքի մասին, ասում եմ, լացել եմ այդ հետո ասենց կարդում եմ, բայց ինքը շատ դրամատիկ է, էլի, բայց ասենց գիտակցված, խորացած, ինչ ասում լավ, հետո ասում է էս է, ասում ոնց Սա չգորացել, բայց չկան պատվել իրար, ոչ ոք չի եղել։ Հիմա ասենց իրար հարգելով, այսպես հասկացա, հետո վերջը շատ կուլտուրական։ Հա, իրական դու իրոք ես շատ օրինակ եմ, ես երկու նախապայման կա։ Շատ կոնֆլիկտային եմ հարաբերություններում։ Բոլոր հարաբերություններում։ Ինձ երկու նախապայման կա, ռոմանտիկ հարաբերություն, որ պիտի լինի, ու ես դառնում եմ այն մինի խամյակներից։ Փոքր մի բան մգդար։ Ինչպես է կարողանում հավատալու։ Ասել եմ, բաներ կար չարժի բարձրաձայն ասել հարային։ Այ ման դե էդ եմ ես չունեմ ես մեր հետևորդից, ինձ պետքա լինեն հավատարիմ, ու այն ինչ իմն է, այդ ես չեմ կիսում, ոչ մի խոզեմ, ծայրահեղ ամեն հարցում, ոչ ուտելիքով եմ կիսվում հրաշ ջան, ոչ իմ կոկտեյլն եմ կիսում, Նելի ջան, եթե նույնիսկ քո անձնական օգտագործման զողիկն ունես, դա եղանակ չի փոխում, տղամարդուն առավել եւս չեմ կիսում։ Նույնիսկ եթե դրա դիմաց ինձ առաջարկվող պլյուշկեքը 1000 հոգուց 998-ի երազանքն է։ It's просто for the record։ Իմ ցուցակը չեմ թվի, բացարձակ 2 կետ չի, բացարձակ այսքան կարճ չի այդ ամեն ինչը։ Իստի, բուջի խոնջուկու։ Բայց ինչ եմ ուզում ասեմ, եզրափակելով, հետո Հայկանի եթե ինչ-որ բան ունի ասելու կավելացնի, կենտրոնացեք ձեր հարաբերությունների վրա ու ձեր զգացողությունների վրա այդ հարաբերություններում ու մի կորցրեք իրականության զգացողությունը, միտքը, որ դու կառուցում եք հարաբերություններ ոչ թե ֆիլմի տղայի հետ, այլ իրական մարդու հետ, ով ձեր կյանք նույնպես եկել է երջանիկ լինելու համար, այլ ոչ թե սպասարկելու համար, ձեր ակնկալիքները իրանից կամ ձեզ երջանկացնելու համար կամ օքեյ, գոնե թե եթե ձեզ երջանկացնելու, ապա ձեր վրա էլ նույնպես դրված է այդ պատասխանատվությունը երջանկացնել իրեն։ Հա, էլի, ամեն դեպքում ամսավճարի եթե չեք տալիս այդ տղամարդուն ձեզ երջանկացնելու համար, մի ակնկալեք, որ դա իր սուրբ պարտականությունն է եւ միակողմանի ամեն դեպքում դա եթե ոչ, այո, եթե ոչ թղթի վրա, ապա վերբալ ինչ որ պայմանագիր ու պայմանավորվածությունն է երկկողմանի իրավունքներով եւ պարտականություններով։ Ու ամեն դեպքում եկեք նաև հիշենք, որ լավի ու վատի շրջանակը շատ լայն է ու պետք չի շաբլոնացնել ու պետք չի տենց սև ու սպիտակով դասել, սա լավա, սա վատա, սա լավա, սա վատա, սա լավա, սա վատա ու վատա։ Տենց լյուբիտ, նի լյուբիտ, ռամաշկայի սկզբունքը չի աշխատում։ Ոնց որ Նելին ասեց, դիտարկում ենք մեզ այդտեղ լավա ու դա դիտարկում ենք ոչ թե ինչ-որ տեղից արտագրած մեզնից լսած չափորոշիչներով, այլ զգայական մակարդակով։ Լավ է, մինչև դուք ձեր համար չորոշեք ինչն է ձեր անձնական լավը, լավ երբեք չի լինելու ու վերադառնալով հաղորդման
սկզբում Նելի հնչեցրած մտքին առողջ հարաբերություններ կառուցում են առողջ մարդիկ։ Եթե մի քանի անգամ արդեն հայտնվել եք ինչ-որ X հարաբերությունում, որտեղ ձեզ լավ չի, մտածեք։ Միգուցե դուք էլ ունեք ինչ-որ մասնագիտական միջամտության կարիք։ Հարաբերությունները սկսվում են անձից, ոչ թե հակառակը, ոչ թե անձնա սկսվում իր հարաբերություններից։ Այս շատ լավ միտք է, գիտեք, որտեղ հա շատերն են մտնում, որ հեսա ես կմտնեմ, կդառնամ երջանիկ անձ։ Ինչ-որ մեկը այնտեղ մի բան պետք է անի իմ համար, որ ես դառնամ երջանիկ։ Չունեմ ասելիք, դու։ Չէ։ Շնորհակալություն վերջին մի տարին անհամբեր ամսական 2 անգամ մեզ սպասելու, շնորհակալություն ամբողջ դրական արձագանքի համար, որ մենք ստացել ենք այս ժամանակի ընթացքում, շնորհակալություն այն ամբողջ ուժի համար, որ մեզ տվել եք իդեմս ձեր հետադարձ կապի, մեկնաբանությունների, դրական խոսքերի, փողոցում մոտենալու, ձեր կարծիքն արտահայտելու, մենք այդ շատ գնահատում ենք ու դա մեզ շատ մոտիվացնում է, ինչքան էլ որ մենք մոտիվացիայի ուժին չենք հավատում, բայց դա շատ հաճելի է ու մենք առնվազն հասկանում ենք ինչու ենք անում այս ամեն ինչը, երբ տեսնում ենք դեռահաս, երիտասարդ կամ հասակակից կամ միգուցե մեզնից ավելի տարիքով մեծ անձանց պսպղացող աչքերը մեզ հետ զրուցելիս այդ ամեն ինչ արժի։ Մենք վերադառնալու ենք անպայման, չկասկածեք, վերադառնալու ենք նոր մտքերով, վերադառնալու ենք նոր ֆորմատներով, վերադառնալու ենք նոր ասելիքով, որովհետև ոնց որ ասցինք, բոլորս փոխվում ենք։ Ու 2023-ի նոյեմբերին վարդագույն ֆոնի վրա նստած Հայկան ու Նելին նույնպես փոխվել են, մեր ասելիքները նույնպես փոխվել են, երևի դինամիկան ովքեր մեզ վաղուց են հետևում նկատած կլինեն։ Այն դեպքում սպասեք նորությունների այս ամբողջ ժամանակահատվածում վերջին մի տարին մեր պրոյեկտը իրականություն չէր դառնա ամենայն հավանականությամբ կամ այսքան հարատև չէր լինի, եթե չլիներ մեր ընկերը, որտեղ EasyPay-ին այլևս ուղղակի գործընկեր անվանելը մեր կողմից կանոններով արդար չի, զգայականով ճիշտ չի։ Ներբեռնեք Easy Wallet հավելվածը, գրանցվեք կամ հետևեք Easy Events բաժնին, որտեղ կենտրոնացված են լինելու առաջիկայում կայանալիք բոլոր միջոցառումները եւ հասանելի են լինելու տոմսերը, որոնք կարող եք ձեռք բերել անմիջապես ձեր Easy Wallet-ով։ Այնպես որ դիմացն ամառա, մենք պատրաստվում ենք Նելին ճամբարից որ հետ գա, շատ լավ է այս տարի սովորել, շատ լավ, չեք պատկերացնում, ինձ հպարտ մամալն եմ, ընդիր սովորելա Նելին, ուղարկում ենք մանկական ճամբար, արժանի է։ Ճամբարից հետ կգա, մենք էլ կնայենք ինչ միջոցառումներ կան, անպայման մենք էլ ենք այցելելու, միգուցե հանդիպենք, ամեն դեպքում հանդիպենք Զենֆիրայի համերգին, Ջեյլոյի համերգին։ Զենֆիրայի համերգը կսկսենք ինձ թվում է մեր նկարահանումները արդեն։ Հա, ինձ թվում է, հա։ Դե Զենֆիրայի համերգից շուտ։ Չգիտեմ, եթերաշրջանի վերջին սեզոնին արժի փող մուրալ թե չէ։ Բայց փոխտվեք որ հիթ կա։ Չէ, կատակը մի կողմ ամեն դեպքում լավ կլինի դառնանք մեր Patreon-ը, որտեղ ինչու ոչ, այս ամեն ինչն անվճար չի եւ մեր գեղեցիկ աչքերի համար բացառապես լավ վերաբերմունք են մեզ ցույց տալիս, բայց մենք ապրում ենք կապիտալիստական աշխարհում։ Այսքանը չունեմ էլ ասելիք։ Հիշեցնենք, որ թողնեք կոմենտներ, կոմենտներում կարող եք նկարագրել օրինակ ինչպես եք պատկերացնում դուք ձեր առողջ հարաբերությունները, ինչպես եք հասկացել, որ ձեր հարաբերությունները երջանիկ են կամ ինչպիսին են հիմա ձեր առողջ հարաբերությունները։ Լավագույն կոմենտը կստանա նվեր մեր գործընկերոջ կողմից, Easy Wallet-ի կողմից 10,000 Easy Coin, որը պատասխանում է 10,000 դրամին, որը կարող եք տոմս ձեռք բերել Easy Events, որովհետև կարող եք օգտագործել ցանկացած վճարատեսակի համար, առցանց վճարելու համար։ Եվ թերևս եթերաշրջանի վերջին անգամ, հա, մոռաց ասեմ, մենք ուզում ենք շնորհակալություն հայտնենք մենք նկարանող խմբին, Արենց Կետեյեմին, այս ամբողջ ընթացքում մեզ դիմանալու համար։ Մենք ունեցել ենք շատ տեխնիկական խնդիրներ, այն ինչ մնում է։ Ամենամեծ տեխնիկական խնդիրը մենք ենք։ Մենք շատ մեծ երկու տեխնիկական խնդիր ունենք։ Շատ համբեր, ես այդքան համբերատար մեր հետ չէի լինի անկեղծ։ Այնպես որ Արեն ջան, Հրաչ ջան, Նոնան ով նայելու է այստեղ չի, բայց
տեսնելու է մոնտաժելու այս ամեն ինչը։ Սարգիս ջան, մենք առաջին անգամ ենք ծանոթացել, բայց ձեզ շատ շնորհակալություն այսօր այս ամեն ինչը դիմանալու համար։ Մեր բոլոր հյուրերին ենք շատ շնորհակալ։ Ով մնաց։ Մարդ մնաց։ Չէ։ Բա, հա? Yes։ Նելին եմ շնորհակալ։ Անչափ շնորհակալ ենք Նելի, որ թողեց ես մասնակցեմ այս բոլոր էպիզոդներին, որ ես ողջ առողջ հասա այս էպիզոդներին առանց ինչ-որ ֆիզիկական վնասի։ Շատ մեծ շնորհակալ։ Այս ֆանտաստիկ նոտայի վրա եթեր շրջանի թերևս վերջին անգամ bye